Շնորհակալություն, պարոն Դրմեյան, հարգելի կուսակից ընկերներ, հարգելի հյուրեր, մասնակիցներ, ես այստեղ եմ փոքրիկ հաշվետվությամբ հանդես գալու համար։ Ինքս առաջին անգամ կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ վարեցի և մենք իրականացրեցինք միասին, մասնակցեցինք Միասնության թևեր կուսակցության առաջին արտահերթ համագումարին, որի կապակցությամբ բոլորիս շնորհավորում եմ։ Կարծում եմ համագումարը անցավ բավական սահուն, նորմալ ընթացքով, մենք ընդունեցինք համագումարի ընթացքում նախանշված որոշումները, նույնիսկ որոշակի ընթացակարգեր լրացրեցինք և կարողացանք ապահովել օրենքի լիարժեք իրականացումը, լիարժեք պահպանեցինք օրենքի տառը, և ես պետք է հիմա հայտարարեմ, թե ինչ որոշումներ ենք մենք կայացրել։ Երկու կարևորագույն որոշում ենք կայացրել, որը մեր կուսակցության, Միասնության թևեր կուսակցության առաջին խոշոր մասնակցությունն է բերելու համապետական պրոցեսներին, համապետական գործողություններին։ Այդ որոշումներից առաջինն էր Միասնության թևեր կուսակցությունը, կուսակցության համագումարի նիստը որոշեց մասնակցել 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին։ Եվ երկրորդ, Միասնության թևեր կուսակցության համագումարը, այսինքն մենք, հաստատեցինք Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին Միասնության թևեր կուսակցության ընտրական ցուցակներում պատգամավորների թեկնածուների առաջին 3 տասնյակը։ Այսինքն մենք հաստատեցինք մեր առաջին 3 տասնյակը, որով մասնակցելու ենք ընտրություններին և որոշեցինք, որ այո, մենք մասնակցելու ենք այս համապետական պրոցեսին։ Ինչպես պարոն Դրմեյանը նշեց, սա լոկ ընտրություն չէ, սրանք սովորական ընտրություններ չեն լինելու։ Այստեղ ճակատագիր է որոշվելու և որոշվելու է մեր երկրի ճակատագիրը։ Եվ մենք գալիս ենք մասնակցելու հենց այդ գիտակցությամբ։ Մենք ստանձնել ենք այս պատասխանատվությունը և գալիս ենք մասնակցելու պատասխանատվության գիտակցման զգացումով այս ընտրություններին և ընտրապայքարին։ Համոզված եմ, որ մեզ հեշտ օրեր չեն սպասվում առաջիկա 1.5 ամսվա ընթացքում, բայց նաև համոզված եմ, որ մենք այդ ճանապարհը միասին թև թիկունքի տված հաղթահարելու ենք մեծ ոգևորությամբ, մեկս մեկին օգնելով և վերջում արձանագրելու ենք մեր հաջողությունը։ Հարգելի ընկերներ, ես պատիվ ունեմ ձայնը փոխանցել մեր կուսակցության ցուցակով Շանթ Դաշինք կուսակցությունը ներկայացնող Շանթ Դաշինք կուսակցության նախագահ և մեր լավ ընկեր և շատ լավ գործընկեր, ում հետ այս անցնող ամիսների ընթացքում ջերմագույն փոխհարաբերություններ և իսկական գործնական հարաբերություններ ենք կառուցել, Շանթ Դաշինք կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանին։ Շահեն ջան, համեցեք։